Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք շատ համեղ թխվածք տղամարդու իդեալ։ Այն շատ պարզ է և համեղ։ Այս բաղադրատոմսով պատրաստում եմ մեծ թավայով և այն օր-օրի ավելի համեղ է դառնում։ Մեզ անհրաժեշտ է 6 ձու, կրեմի համար 200 գրամ կարագ, 1 վանկա խտացրած կաթ, 1 ճաշի գթալ մեղր, 1 ճաշի գթալ յուղ, աղ, սոդա, շաքարավազ, ընկույզ և ալյուր։ Նախ կկոտրենք 6 ձուն և շաքարավազի հետ միասին լավ կհարենք, մինչև դառնա փրփրուն զանգված։ Կհարենք մոտավորապես 5 րոպե։ Ահա այսպիսի զանգված պետք է ստանանք։ Իր զանգվածից կավելացնենք 2 անգամ և դառնում է սպիտակ այսպիսի զանգված։ Այսպես մեր թխվածքը ավելի թեթև և նուրբ կստացվի։ Կավելացնենք 1 ճաշի գթալ յուղը, կարող եք յուղի փոխարեն օգտագործել կամ մարգարին կամ կարագ։ Կավելացնենք 1 ճաշի գթալ լիքը մեղր և ևս մեկ անգամ կհարենք։ Շատ հարել պետք չէ արդեն, կհարենք այնքան, մինչև լուծվի։ Նորից ասեմ, որ յուղի փոխարեն կարող եք օգտագործել ձեթ, կարագ կամ մարգարին։ Կավելացնենք մածունը, սոդան և միանգամից կավելացնեմ վանիլինը։ Կարող եք օգտագործել և մածուն և թթվասեր իրար հետ խառնած, կամ առանձին, կամ մածուն, կամ թթվասեր։ Ես այս դեպքում օգտագործել եմ մի քիչ թթվասեր, մի քիչ մածուն։ Այդպես ավելի յուղայնությունը քիչ է լինում։ Եվս մեկ անգամ կհարենք։ Բաղադրիչների մեջ մոռացել էի նշել կոնյակը։ Դա պարտադիր է։ Կարող եք օգտագործել կամ կոնյակ, կամ ռոմ։ Կօգտագործեք 3 ճաշի գթալ։ Եթե համը ավելի թունդ եք սիրում, կարող եք օգտագործել 4 ճաշի գթալ։ Բայց քանի որ ես կրեմի մեջ նույնպես օգտագործելու եմ կոնյակ, այդ դեպքում ավելացրեցի 3 ճաշի գթալ։ Կավելացնենք կտրատած ընկույզը,
1 բաժակ։ Լավ խառնելուց հետո կավելացնենք արդեն ալյուրը։ Ալյուրը կօգտագործենք 1,5 բաժակ։ Կախված ձեր բաղադրիչների խտությունից ալյուրը կարող է մի փոքր ավել կամ պակաս լինել։ Ես օգտագործել եմ մոտավորապես 1,5 բաժակ, մի փոքր պակաս։ Ինձ մոտ մեծ բաժակ էր, ես այդպես եմ հաշվել։ Եթե փոքր բաժակով եք օգտագործելու, ուրեմն 2 բաժակը բավական կլինի։ Պետք է ստանանք ոչ շատ պինդ, ոչ շատ ջրիկ զանգված։ Վստահաբար կարող եք հարել հարիչով ալյուրը լցնելուց հետո, որովհետև կարիք չկա ձեռքով հարելու, վերջում կտեսնեք, թե ինչպիսի որակով և փափուկ խմոր ենք ստանում։ Շերտերը ստացվում են շատ բարձր և փափուկ, և որ ամենակարևորն է համեղ։ Մոտավորապես 1,5 բաժակ մեծ բաժակ ալյուրից 1 ճաշի գթալ ինձ մոտ ավելացավ։ Այսպիսի զանգված ենք ստանում, սիրելիներս։ Ոչ շատ ծորացող, ոչ շատ պինդ խմոր պետք է լինի։ Տապակի վրա կփռենք կալկա և խմորը բաժանենք 3 մասի և կթխենք։ Այսքան քիչ քանակությամբ խմորից ստացվում են 3 բարձր շերտեր։ Վերջում կտեսնեք, թե ինչպիսի որակով բիսկվիտ է ստացվում։ Բիսկվիտային շերտեր են ստացվում։ Առաջին շերտը արդեն թխեցինք, երկուսն էլ կթխենք արդեն և կսկսենք հավաքել թխվածքը։ Կրեմի համար կվերցնենք 200 գրամ փափուկ կարագ կամ մարգարին, ինչ որ ունեք ձեռքի տակ, նախընտրելի է կարագ։ Լավ կհարենք մինչև փրփրի և արդեն գթալ կավելացնենք խտացրած կաթը։ Ինձ մոտ եփած խտացրած կաթ չկար, ես օգտագործել եմ խտացրած կաթ, սովորական խտացրած կաթ սպիտակ։ Ըստ ցանկության կարող եք դուք օգտագործել եփած խտացրած կաթ։ Սակայն հավատացեք, այսպես նույնպես համը չի փոխվում։ Շատ համեղ է։ Կավելացնենք 1 ճաշի գթալ կոնյակ, ևս մեկ անգամ կհարենք և կրեմը պատրաստ է արդեն։ Սկսում ենք հավաքել թխվածքը։ Առաջին շերտի վրա կգցենք կրեմ, կդնենք երկրորդ շերտը, նույնպես կգցենք կրեմ, երրորդ շերտը կրեմ և արդեն կզարդարենք ընկույզով և շոկոլադի քերուկով։ Դուք տեսաք, որ 1 բաժակ ընկույզը խմորի մեջ լցնելուց մի փոքր պակաս էր, ես վրայից մի քանի հատ վերցրել եմ զարդարելու համար։
Մոտավորապես 50 գրամը բավական է։ Տեսեք ինչպիսի փափուկ շերտեր են ստացվել, խմորեղենն էլ կրեմի հետ ձուլվելուց հետո կդառնա շատ փափուկ եւ համեղ, օրորի կստանանք շատ համեղ թխվածք։ Սա փորձված բաղադրատոմս է, ես այն պատրաստում եմ արդեն մի քանի տարի, կարող եք վստահաբար փորձել եւ ձեր կարծիքը գրել մեկնաբանության դաշտում։ Ըստ ցանկության նաև կարող եք բաժանորդագրվել իմ նորաբաց ալիքին եւ ինձ օգնել, որպեսզի հասնեմ 1000 բաժանորդի։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզանից։ Զարդարելու համար ընկույզը ես մանրացրել եմ բլենդերով։ Եթե ձեռքի տակ չունեք բլենդեր, կարող եք կամ տյորկել, կամ ձեռքով մանրացնել։ Ահա եւ վերջ, սիրելիներս։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար։ Բարի ախորժակ, մնացեք խաղաղությամբ, մինչ նոր հանդիպում։